Ողջույն հարգելի հայրենակիցներ, անչափ շնորհակալ ենք այս ընդունելության համար։ Իմ գործընկերները տարբեր հարցերի արդեն անդրադարձան։ Իրոք, հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ի ընտրությունը դա սովորական, ընթացիկ եւ հերթական ընտրություն չի։ Այդ ընտրությունների արդյունքներից է կախված մեր երկրի ճակատագիրը։ Այդ ընտրությունների արդյունքներից է կախված։ Արդյոք մենք կարող ենք պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ առհասարակ հայ մարդու ինքնությունը։ Մենք հունիսի 7-ին միասին պետք է փակենք այս ողբերգության, նվաստացման, զիջումների, պառակտման եւ ատելության էջը։ Եվ դրա համար ընդամենը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից կախված է 3 գործողություն։ Նախ առաջինը գնալ ընտրության, երկրորդը մերժել այս չարիքի իշխանությանը եւ երրորդը ընտրել ընդդիմադիր ուժերից որևէ մեկին։ Հիմա ո՞րն է այն ուժը, որ կարող է երկիրը այս իրավիճակից, այսքան մարտահրավերներով լի պայմաններում երկիր իրավիճակից դուրս բերել։ Ո՞րն է այն քաղաքական ուժը, ով ունի ծրագիր, ով ունի անցյալ, ով ունի փորձառություն, կամ եւ վճռական ելնող արտաքին դիվանագիտություն վարել, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանել եւ առհասարակ հայ մարդու անվտանգությունը։ Այս հարցի պատասխանը եթե տաք, շատ հեշտ կկարողանաք կողմնորոշվել։ Այդ ուժը այսօր Հայաստան Դաշինքն է, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Ժողովուրդ, այս պատերազմի խորհրդանիշ է, սիմվոլ է, նվաստացման անարժանապատվության, առավոտից իրիկում վայնասունը գցում է, թե ինքը իբր խաղաղության մարմնավորումն է, մենք էլ պատերազմի ուժն ենք։ Իրականում պատերազմի ողբերգության խորհրդանիշը պատերազմներ։ Հիմա այնքանա ցինիկացե եւ լկտիացե, որ ասում տարածք զիջած Արցախը Ալիևի հետ համատեղ հայաթափած անձը նման հայտարարություններ է անում։ Նույնիսկ իր կրծքին կպցրած Հայաստանի Հանրապետության քարտեզը, նույնիսկ այդ քարտեզի վրա ինքը ամբողջական իշխանություն չունի։ Նույնիսկ կտեղից էլ շուրջ 200 կիլոմետր քառակուսի այս պահին հանձնել է Ադրբեջանին եւ գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ։ Այս է այս մարդ։ Եվ ամենակարևորը, երբ որ ասում են, ինչի չպետք է ընտրել Նիկոլ Փաշինյանին, ինքը 21 թվականին այս նույն խոստումները մեր ժողովրդին տվել է։ Այս նույն խաղաղության թեզը, որ գալու եմ 21 թվականին էր ասում, չէ, խաղաղության դարաշրջան բացեմ, ասել է։ Դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ 22 թիվ սեպտեմբերյան պատերազմ։ Երբ որ Ադրբեջանի զորքերը հայտնվեցին Հայաստանի տարածքում, ունեցան 200-ից ավելի զոհ, եւ 23 թվական Արցախի հայաթափում, էթնիկ զտում, ըստ էության ցեղասպանություն։ Մենք գաղթի ճանապարհին 60 մարդ է մահացել։ Հիմա այս մարդը ինչ իրավունք ունի խոսելու խաղաղությունից ու կրկին ժողովրդին խափի, վերարտադրվի ու գնա նոր զիջումներ։ Ժորժ ջան, ինչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք կառուցել անվտանգ եւ մրցունակ Հայաստան։ Մենք ասում ենք, կարող ենք եւ ի վիճակի ենք մեր երկրին բերել կայունություն, անվտանգություն եւ զարգացում։ Այսօր կայունությունը անհրաժեշտություն է, այսօր մարդիկ զզվել են այս քաոսից, այս բարդակից, այս ատելության մթնոլորտից։ Մենք ասում ենք կարող ենք երկրի սահմաններում բերել կայունություն, արտաքին քաղաքականության մեջ բերել կայունություն, երկրի ներքին կյանքում բերել համերաշխություն։ Եվ դա արել ենք ու ձեր հետ, ձեր օգնությամբ հունիսի 7-ին փակելու ենք այս էջը ու երկիրը դուրս բերենք այս իրավիճակից։